Նիկոլը ընդամենը նստած է վարչապետի աթոռին, սա էլ որպես տեղեկատվություն այսպես կոչված ընդդիմադիր զոմբիների համար։ Նորից եմ կրկնում, Լուսի Արուշանյան, զոմբի գնել։ Գնա արդարադատության նախարարություն։ Ու Նիկոլի մակարդակը էնա, մակարդակը, որ ինչ ասեմ, ասում է ոստիկանության գեներալ դառնալու համար բարձրագույն կրթություն հարկավոր չի։ Ես այդ պահը լսում եմ եւ չեմ հավատում, որ ես դա լսում եմ։ Մարդն ասում է, եկել է 8-րդ դասարանի կրթությամբ գրել, պրոստը գրել, չիմացող մարդուն։ Բերե սարքել ենք ոստիկան, բարեք։ Ինքը եթե վաղ ուզում է դառնա թաղային, նորից եմ գնում, գրել չիմացող, տարերը չի ճանաչում։ Ասես գրի տառը չիմանա, որը գրի։ Էթումա բան ոստիկանական ակադեմիա իբր թե մի 2-3 ամիս, չգիտեմ, դաս հալասեմ, ինչ հալասեմ, կապավատալեմ, էթում դառնում է թաղային։ Ուզում է դառնա օպեր, եթե լավ բջոտա, լավ ակարեմ բոզություն անի բամա, ուրեմն վсё, էթում այլի մի 2 ամիս վերապատրաստվում է, էթում դառնում է օպեր։ Ու նայում ես, ասում ես, եւ սա խոսում է երկրի վարչապետը։ Այ բոզի տղա։ Խի օպերը մենակ ստից ընդե վազի, բան լսի, մարդ բռնի, այդ օպերը պիտի կարանա տեղեկանք կազմի։ Այդ օպերը պիտի կարանա զեկուցագիր գրի։ Այդ օպերը պիտի հասկանա օպերատիվ փետրողական գործ, նախնական օպերատիվ փետրողական գործ, ՕՓԳ, էդի հասկանա։ Թուղթ ու թանակի հետ հասկանա, գրել, տարաճանաչություն իմանա, իրավաբանություն գոնե մի քիչ իմանա, եւ այլն։ Օպերը խոմ զուտ բոզություն անող չի կամ բռնողը չի, այ տուպոյ բոզի տղա։ Ու տես մարդը կարավաղը դառնա, հա, բան, քերականի պետ, որ չգիտի ինչա նշանակում գաղտնի փաստաթուղթ, զեկուցագիր, ՕՓԳ, դեն, հա, քերական գործ, եւ ինչ իրավունք ունի, ինչ իրավունք չունի, հետո դառնա օպեր գծով տեղակալ, հետո Սմա ոստիկանության գեներալ դառնալու համար բարձրագույն կրթություն պետք չի։ Մարդիկ գնում էին 2 բարձրագույն էին սովորում, որ դառնան գեներալ, կոչում ստանան գեներալ, դու գնդապետի կամ փոխգնդապետի։ Այս բոստոնը ասма չէ, մեզից էս մարդիկ պետք չեն։ Մի 2 ամիս կեթա կվերապատրաստվի, կլինի թաղային, մի 2 ամիս կեթա կվերապատրաստվի, կլինի օպեր։ Դրա համար էլ Հայաստանի Հանրապետությունում հանցագործությունը վխտում է։ Այս պորրիկներ հենց ասում եմ մաֆան դեպքերը իջել են։ Ոնց համաֆան դեպքերն իջ է, չես հասկանում։ Ոնց է նարկոտիկի շրջանառությունը իջ է, չես հասկանում, երբ որ ամբողջ հանրապետությունը ավտովթարա, զոհերեն, սպանոցի, գյուլոցի ու նարկոտիկներ գմփամա։ Աննա Վարդապետյան ագարկեն ասում է, իջ է լավ, անցած տարվա համեմատ։ Որովհետև ես էլ անգրագետ։ Ես էլ անգրագետ։ Ինչքան է որ համասարանը սովորել։ Բայց համասարանը սովորելու ժամանակ ուշքումից երևի էս մի գյադու բդերն ա եղել, այն մի գյադու մուսկուլնին ա եղել։ Չնայած խիստ կասկածում եմ, որ իրավաբանական ֆակուլտետում եղել է մուսկուլնի։ Առանց կրթության ասում է գեներալ, վերջացավ։ Ընկեր Աբաս, ընկեր Սասուն, խեմ մոռանում անունը չգիտեմ։ Ուրեմն զանգահարում են բիզնեսմեններին, գործարարներին հետևյալ հեռախոսահամարից 055 900 262 Անդո գրի տավարի ցավ 055 900 262 Այս հեռախոսահամարի օֆիսը գտնվում է Էլիտ Պլազայում։ Ասում են բարև ձեզ, դուք ունեք պետությանը բանկերին պարտք, ասում եմ ունենք։ Ասում եմ եթե դուք ցանկանում եք հարկային պետությանը կապ չունի։ Մենք ձեզ կարող ենք տանել սնանկության։ Համեցեք մեզ մոտ եւ մենք ձեզ կտանենք սնանկության։ Դուք ընկած ձեր Նիկոլ շիզոֆրենիկ բոզի տղեն փողավոր վեգալը մադրսից։ Վարկ։ Այն դեպքում, երբ որ պետությանը պարտքեր ունեցող բիզնեսմեններին նստած ինչ-որ մի հատ կազմակերպություն ասում եթե դուք չեք ուզում պետության հարկերը վճարեք, եկեք մեզ մոտ, մեզ կվճարեք X գումար եւ դուք կդառնաք սնանկ։
Հակակոռուպցիոն կոմիտեի օպերգծով տեղակալը քո տեղակալը ով ապրեմա դավթաշենը են Միկոյան 64 շենքերում որը որ այսօր եկու ծնելու են բիզիմդիջ ինչով ազբաղված չի գնում ես հեռախոսը համարի հետևից էս օֆիսի ասի դուք ով եք բոզի տղեկ որ զանգը մեկ մարդկանց ասում եք մենք ձեզ կսարքենք սնանք այսինքն սա ինչ է նշանակում որ Հայաստանի Հանրապետությունում դատարանները աշխատում են պետության դեմ որ փաստորեն ինչ որ մի հատ կամպանիա կարա գամտնի դատարան բերի կեղծ փաստաթղթեր դատավորին X գումարը տա դատավորն ասի դուք պարտքեք պետությանը 1 միլիարդ դրամ օքեյ չագուջը զարգմասմա X group կամպանիան չի կարող վճարել պետության 1 միլիարդ դրամ հարկը որովհետև սնանկա դե գնա մարսի վերջ սա ազգային անվտանգության խնդիր է թե չէ պարոն Աբազյան բա ուր եք դուք նայում ում եք բռնում կամ вообще դուք մարդ բռնում եք թե չեք բռնում սա Երևանի քաղաքապետարանը քնձխ հանրային ձայն ավականիներից բռնած զբաղված են կաշառակերությամբ հողեր սեփականաշնորելով ապօրինի շին թույլտվություններ վաճառելով ինչի չես բռնում բոզի տղա ինչն է պատճառը քո քաղաքապետը գնացել է երկրից դուրս ինչ է անում այդ ինչ դոլարների հետևից է գնացել շավո բոզի տղունքի չես բռնում Դուք հասկանում եք, որ սա ձեր գործողությամբ ազդում է ձեր վարկանիշի վրա։ Նիկոլ այդքան բան ջոգում է, թե չի ջոգում։ Թե բոզի տղեն դեղերը նորից չի խմել։ Սուրեն Պապիկյան 32-236 զորամաս։ Ռազմական ոստիկանություն մենք կզանգենք հեսա մի քիչ հետո։ Ուրեմն հրամանատար Արամ Արարատի Ավետիսյան։ Գողանոմա զորամասից դիզ վառելիք եւ բենզին, զորամասի հետևի մուտքով, հատուկ բացված մուտքա, այդ մուտքով։ Օգտագործումը թմրանյութեր, զորամասի հրամանատարը նարկոտիկի ազդեցության տակ, օրը 24 ժամ։ Խնդրեմ, առաքես բանակ։ Որի վերաբերմունք անձնակազմի նկատմամբ։ Կմահաճույքային, ինչ օրենք, ինչ բան։ Պահումա անձնակազմին արտաժամյա դրա համար չվճարելով, զինվորական դատախազ գանդոն, դու լսում ես։ Ունի սիրուհի Նելի անոնով սրա բանկնիգը մի օր խորհուրդ եմ տալիս Արման Ավետիսյանի կնգան մի օր սուսուփուս քշի գահասնի Մարտունի իրիգունը ժամը 9-ից հետո եւ եթե կարա ներթափանցի զորամասի տարածք եւ տենա որ իա մարդը կաբինետը գլգլեա անեմ Նելի անոնով զորամասում շմե դլոկա այդ դլոյի դիկինջան ձեր ամուսինը ձեզ դավաճանել է մյուսը տեղի ռազմական ոստիկանության համար Մարտունա, ես չգիտեմ ով է Մարտունա պետը, բայց հուսով եմ ինձ լսում է եւ չի ցանկանում, որ ես մտնեմ իրանց տուն։ Այս Արման Ավետիսյան Գանդոն հրամանատարը սարից մի ժամանակ առաջ զինվորական մեքենա խանտերով բանը շուրեր եկե ճիշտ է։ Դուք տվեցիք նոր մեքենա, ընկեր Սուրեն Պապիկյան։ Նոր մեքենա տել Patriot մարդը տարել է X ժամանակ առաջ մեքենա խփել է, բայց դրա մասին ոչ մեկ չի իմացել։ Ինչի է շուրեկել, ինչի է մեքենա խփում, որովհետև քո հրամանատարը գտնվում է թմրանյութի ազդեցության տակ, օրը 24 ժամ։ Առաքես զորամասի հրամանատար։ Մե բոզի տղա։ Մենք հեսա սրանով բան կանենք։ Կահազանգենք։ Մի րոպե ես մի վարքյան